Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, լեզուն մարդուն տրված է սեփական մտքերը թաքցնելու համար, նշում է հայտնի իմաստությունը։ Հայկական ժողովրդական խոսքն ասում է 7 չափիր նոր կտրիր, քաղաքական կանոնն ասում է 7, 17, 107 անգամ մտածեք եւ գուցե լռեք։ Օրեր առաջ հարց ու պատասխանի ֆորմատով երիտասարդների հետ հանդիպեցին նախ երկրորդ, ապա երրորդ նախագահները։ Ի թիվս բազմապիսի ու բազմաբովանդակ ես կասեի դարակազմիկ եւ էկզոտիկ մտքերի, երկրորդ նախագահը նշել է, որ 2020 թվականի պատերազմը Հայաստանն է սկսել։ Այն, որ 44-օրյա պատերազմը սկսել է Ադրբեջանը, ես կարծում եմ առնվազն հայկական տիրույթում պետք է որ կասկածի տեղիք չտար, բայց պարզվում է ոչ, մենք սխալվել ենք։ Ավելին այս մասին խոստովանել է ինքը Ալիևը CNN Թուրքի տված հարցազրույցում։ Ադրբեջանը սկսեց ազատագրական պատերազմ, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից, ուղիղ խոսքից մեջբերում 2021 թվականի օգոստոսի 15։ Նույն միտքը նա տառացիորեն կրկնեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, երբ օրինակ պաշտոնական այցով Բաքվում էին գտնվում ԵԱԿ Միսկի համանախագահները, երբ բառի ուղիղ իմաստով գրողի ծոցն ուղարկեց ոչ միայն համանախագահներին, այլ նաև բանակցված բոլոր փաստաթղթերը եւ նաև այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չպետք էր ունենար ռազմական լուծում։ Ավելին Թուրքիայի նախագահը եւս քանիցս անուղակի նշել է, որ իրենք են առաջնորդել 2020 թվականի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Սա հատուկ նշեցի Ռոբերտ Քոչարյանի համար։ Հիմա կանդրադառնամ այն մտքին, թե իբր մենք ենք նեղացրել Ռուսաստանի Դաշնությանը, եւ այդ է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները որդեգրել են մի քիչ այլ մոտեցում որոշ հարցերում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ես այդ մասին արդեն քանիցս ասել եմ, բոլոր տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անկախտելի մաս, Վլադիմիր Պուտին։ Մենք գիտակցաբար թույլ տվեցինք Արցախի դեմ պատերազմ, Կոստանտին Զատուլին։ Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, Սերգեյ Կուրղինյան։ Ղարաբաղում Թուրքիայի հետ միասին փայլուն օպերացիա անցկացրեցինք, Սերգեյ Շոյգու։ Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող պատմական տարածքները, Սերգեյ Լավրով։ Սա ծաղկակաղ է այն հակահայ մտքերից, որոնք հնչել են վերջին տարիների ընթացքում եւ մասնավորապես 44-օրյա պատերազմի համատեքստում։ Սա նաեւ հարգելի գործընկերներ, ձեր բանակցած փաստաթղթերնի իրական արտացոլանքն է։ Իդեպ Հայաստան դաշինքը վերջերս բերել էր մի նախագիծ, որը քրեական հոդված էր նախատեսում այն քաղաքացիների համար, ովքեր իբր կուրանան հայոց ցեղասպանությունը, այն պարագայում, երբ արդեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նման հոդված կար։ Հիմա առաջարկում եմ, որպեսզի Հայաստան դաշինքի падգամավորները եւս մի այդպիսի նախագիծ բերեն, որտեղ օրինակ քրեական կարգավորում կմցնեն մեր օրենսգրքի մեջ, որը կենթադրի քրեական հետապնդում իրականացնել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր իշխանությունից մանր վրեժիկներ լուծելու փոխարեն կփորձեն մանր վրեժիկներ լուծելու համար կփորձեն խնդիրներ առաջացնել Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից։ Այնպես դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես Առաքյալ Պետրոսը իրեն պահեց, երբ մինչև աքաղաղի կանչելը 3 անգամ ուրացավ Հիսուսին։ Հարգելի գործընկերներ, եթե մենք առաջնորդվեինք միայն մենք նեղ կուսակցական շահերով, ապա կառաջարկենք, որ դուք ավելի շատ խոսեք, բայց քանի որ մեր հիմնական նպատակը եւ խնդիրը Հայաստանի Հանրապետության շահն է, ապա առաջարկում ենք քիչ խոսել, իսկ ավելի լավ է առհասարակ լռել։ Դե լավ էլի, յանի շատ մարդագալից նիստերին խոսում, դուք էլ ընդհանրապես գործից բան եք անում, համեցեք պարոն Թումանյան։